Ողջույն ձեզ, ես Գևորգն եմ, Ավետիսյան շատեր ինձ գիտեն, Ավետիս տագի գծիկ մեկ ոմանք գիտեն, Շանդոլիզը, ես 7 տարի արդեն TikTok-ում եմ, այս թեմաների մեջ եմ, եթե եկել եք այստեղ, ուրեմն հետաքրքրված եք, ինչպես TikTok-ի դիտումներով գումար աշխատել, մի հատ դեմից վիդեոն լայքում ենք, կոմենտում ենք, այս վիդեոյի մեջ ինչից ենք խոսալու, ինչպես բացել edge TikTok-ի մանետիզացվող Հայաստանից, ցույց կտամ այս հեռախոսով ոնց բացենք, հենց հիմա, հենց այսօր տեղում, որ տենակ բացվում է և աշխատում է, ինչպես է կանխիկ անում գումարները, ինչ կոնտենտ կարելի անել, ինչ կոնտենտ չի կարելի անել, ուրիշի վիդեոներով կարելի է edge աշխատացնել թե չէ, ինչ չի կարելի անել և այլն, իսկ TikTok-ի մանետիզացվող edge բացելը, էդի նույնն է, լիքը շուխուր էր ֆռում, վայ սաղ բլոկում են ովքեր VPN-ով են բացել, TikTok-ի մանետիզացվող ակաունտ VPN-ով բացելը, դա նույնն է, ոնց որ գնաց Ֆրանսիայում edge բացես, թռնես գաս Հայաստան, լոկացիադ փոխվում է, այսինքն դու ստեղից հայտնվում ես Ֆրանսիայում ակաունտ ես բացում, գնացել ես տուրիստ, հետ ես գալիս Հայաստան և ակաունտը քո ձեռն է, այսինքն ոչ մի խնդիր չկա, հավայ շուխները ներկապային շատ լավ աշխատում է ու ամեն ինչ շատ լավ գնում է առաջ, ովքեր աշխատում են, իսկ ովքեր մտածում են, դեռ մտածում են, ցույց տանք առաջինը, ինչպես բացել TikTok-ի մանետիզացվող ակաունտ, ինչպես բացել մանետիզացվող ակաունտ, ձեզ հարկավոր է VPN, ձեզ հարկավոր է մի հատ ազատ email, որի վրա ոչ մի TikTok չկա գրանցված, հեռախոսի համարը տես ֆրանսիական, եսի փաստաթղթեր բաներ պետք չի, կբացենք ֆրանսիական ակաունտ, որովհետև լինում է նաև ամերիկական բացել, բայց ամերիկականը վերիֆիկացիայի ժամանակ, այսինքն որպեսզի մանետիզացվի ակաունտը ուզում է կոպիտ ասած սոցիալական թուղթ, սենց ինչ-որ բան ուզում, իսկ ֆրանսիական ներկապային այդպես բաներ չի ուզում, նորմալ աշխատում է, և պետք է ձեզ TikTok, եթե ունեք TikTok քաշած, TikTok-ի վրա սեղմում եք, ջնջում եք TikTok-ը, հերթականությունը ցույց տամ, ջնջեցիք, հեռախոսը մի հատ անջատում և միացնում ենք, հեռախոսը միացնում ենք, հեռախոսը միացրեցինք, անցանք առաջ, ինչա մեզ հարկավոր է, սեղմում ենք VPN-ի վրա, անվճար VPN-ը, հենց էսի կարակ քաշեք, մեջ մեր պատ ռեկլամը ցույց տալու ու նորմալ մտնենք, ստեղ արդեն մեջից ընտրում եք, տեսեք Ֆրանսիա դրած, սեղմում եք այս պատկլուչի սեղմեցինք, VPN-ը ֆրոց, այստեղ բերեց, որ միացած եք VPN-ին, ստեղ վարկյաները գնաց, փակում ենք, փակեցինք, մեզ հիմա հարկավոր է քաշել նորից TikTok, մտնում ենք, սեղմում ենք TikTok-ի վրա և քաշում ենք, և թողնային մարդի չպետք է լինի մեջը, որ հասկանաք ձերը մանետիզացվող է, թե չէ, հիմա քաշում ենք TikTok, հետո բացում ենք TikTok-ը, բացեց, այստեղ սեղմում ենք ռեգիստրացիա, և այստեղ, շատ կարևոր է ձեր տարիքը ճիշտ լրացնեք, եթե չափը ասեք, եթե փոքր եք, ձեր տնեցիքի կամ ինչ-որ մեկի պասպորտը, որ պետք է նկարեք ուղարկեք, որովհետև պասպորտը պետք լինելու, իրա տարիքը լրացրեցինք, սեղմում ենք առաջ, տեսեք այստեղ արդեն, որ ամեն ինչ VPN-ով ճիշտ է միացված, այստեղ ձեզ մոտ բերում է ֆռա, հեռախոսը համար պետք չի, սեղմում ենք email-ով, ձեզ այստեղ պետք է հիմա մի հատ սովորական հայկական համարով, լուբոյ համարով բացված email, գրեք այստեղ, ձեր email-ը լրացնելուց հետո սեղմում եք առաջ, և որ email-ով որ գրանցել եք, այնտեղ կոդ է այդ, գրում եք այստեղ email-ում եկած կոդը, այստեղ որոշում եք ձեր համար պարոլ, պարոլը անպայման գրեք, որ չմոռանաք, ձեզ պետք է գալու հետո,
այստեղ լրացնում ենք մեր այն նիկնեյմը, որը ուզում ենք ունենա մեր TikTok-ի ակաունտը, 611 ազոտը սեղմ ենք առաջ, այստեղ ենք սեղմեցինք և разрешить հիմա մենք Как из такого количества просмотров сделать вот такой? Օրինակ, արդեն մտանք TikTok, ինչպես ստուգել ձեր ակաունտը մանետիզացվողը, թե չէ։ Սեղմում ենք այս 3 գծիկների վրա, մտնում ենք այստեղ TikTok Studio, իջնում ենք ներքև, եթե այս երկուսը, այս պրոգրաման նագրադան որ կա, այս պլյուսը կա, ուրեմն ձեր ակաունտը ճիշտ է բացավ և մանետիզացվող է։ Սրանք էլի մանետիզացիայի տեսակներ են TikTok-ում, այսի աշխատում ես TikTok Shop-ի հետ, օրինակ TikTok-ը Shop-ը պրոդուկտներ կամ ապրանքներ ունի, դու դրանք քո վիդեոների տակ ես դնում կամ ինչ-որ ձև ցույց ես տալի վիդեոներում, ընդ տակը վաճառքից քեզ տոկոսներ է տալի, դա է տալիս։ TikTok Shop-ն սուպեր պատմիսկա, այստեղ կա նաև մանետիզացիայի տեսակ 1000 հետևորդից ունենում ես, այսինքն երգերի տակ այրա TikTok-ը իր մեջ առաջարկած երգերից բան ես անում, այդ վիդեոներ ես անում այդ երգերի տակ, տալիս է նույնպես հնարավորություն աշխատելու գումար, ինչ-որ այնտեղ օրինակ 5000 դիտում ունեցել այդ երգով, տալիս է օրինակ $10 փող ուտնես մինչև վերև էլի, ու սենց նայում եք, այս ամեն չկա, շնորհավորում ենք դուք ունեք մանետիզացվող ակաունտ, իսկ մարդիկ ովքեր ունեն հայկական ակաունտ, ասում են իմեջը մանետիզացվող է թե չէ, ուղղակի սեղմում եք ձեր ակաունտի այստեղ, մտեք այստեղ և նայեք, այստեղ եթե ունեք այս երկուսը, ուրեմն ձեր ակաունտը մանետիզացվող է, իսկ եթե դուք բացել եք արդեն այս ամեն ինչը չունի, չի լինում հետ փոխել, պետք է թազա ակաունտ բացեք։ Երկրորդը, ինչ կոնտենտ կարելի է նկարել։ Երբ որ մենք արդեն բացել ենք մանետիզացվող ակաունտ, եկեք հասկանանք, որ հայերեն հայալեզու կոնտենտը չի մանետիզացվում, այսինքն մանետիզացվում է, բայց հայալեզու կոնտենտով դուք էջը աշխատացնելով, ձեզ կարանայի 500,000 հոգի հայալեզու կոնտենտ եք անում տվյալ ակաունտի մեջ, և Հայաստանից դիտումները հաշվում է 0 և այդտեղ կարա խոսքի մի 2-3-4 $, դիտման փող տա այն մարդիկ, ովքեր հայեր են և ձեզ նայել են այն երկրներից, որտեղից որ մանետիզացիա կա։ Միտքը հասկացանք, չէ, կարաք մանետիզացվող ակաունտի մեջ ունենաք միլիոն դիտում և դրանից ստանաք 0.1 $, օրինակ, իսկ եթե ձեր վիդեոն միջազգային, այսինքն արված է այնպես, որ հասկանում է և ֆրանսիացին, և հասկանում է ամերիկացին, հասկանում է անգլիացին, միջազգային կոնտենտ է դա կոչվում, դա շատ լավ մանետիզացվում է, 1000 դիտման համար, ներկապային TikTok-ը 0.20 ամենացածր RPM-ը, այսինքն 1000 դիտման համար, մինչև 2-3 $, տալիս է 1000 դիտման համար, հետի դուք արդեն հաշվարկեք, հետի RPM-ը կոչվում, հետի հետո կծանոթանաք, իսկ ինչ կոնտենտ անել, այսինքն, կա կոնտենտի մի քանի տեսակ, նշեմ, անձնական դեմքով կոնտենտ, անձնական դեմքով կոնտենտը որն է, օրինակ ես ունեմ թե անձնական դեմքով կոնտենտ, հեսա ցույց կտամ, որ էքսպերիմենտներ եմ նկարում, որ այդ, այսինքն մանետիզացվող երկրներում ես լեզու չգիտեմ, բայց գործողություններ անելով, ինչ-որ բան ցույց տալով, վիդեոներս նայում են, օրինակ ունեմ 15-20 միլիոն դիտումներ, հետ էլ ցույց կտամ, ինչև այդքան վիդեոներս գնում է, և կա տարբերակ, քո դեմքը չցույց տալով կոնտենտ անել, այսինքն, տեսել եք ASMR-ը, ես ինչ են անում, ինչ-որ էքսպերիմենտներ ջարդել, փշրել ես կոմենկում, դա նույնպես համարվում է միջազգային կոնտենտ, օրինակ ձեզ բերեմ, էլ ինչ կոնտենտ կարաք անենք, ձեր տանեցիկից կամ դուք տորթ եք թխում, ձեր գեղեցիկ տորթ թխելը կարաք գեղեցիկ նկարեք, մատուցեք և նույնպես այդ տեսակի կոնտենտը կգնա, միտքը, ինչում է կայանում, հասկացանք, միջազգային կոնտենտը որն է կոչվում, իսկ եթե գիտեք անգլերեն,
ֆրանսերեն կամ գերմաներեն, դա արդեն ավելի լավ է։ Ձեր կոնտենտը էլի կարող աշխատացնեք, բայց խոսում ենք նրա մասին, որ չունենք, այսինքն այդ լեզուների գիտելիքը, կարող սովորական, այսինքն առանց խոսալու ներկայացնեք ինչ-որ մի բան եւ դրանով գումար աշխատել։ Երկրորդ տարբերակ կա կոնտենտ անելու, ուրիշի վիդեոները քաշել եւ դրանով աշխատել։ Կա բարեխիղճ վիդեոյի օգտագործման օրենք TikTok-ի մեջ, այսինքն վիդեո կարած բարեխիղճ օգտագործես։ Չես կարա վիդեոն ոնց որ կա, կլինի YouTube-ից, Instagram-ից, եսին որտեղից քաշես ու տենց սկսես։ Այդ միանգամից բլոկվելու ես, դեմից տանելու է, ընթացքում բլոկելու է, չես կարա, դրանով չի աշխատելու, մի փորձեք հայկական ինչ-որ սիթքոմներից կամ ինչ-որ բաներից վիդեոներ վեկալեք, հասնեք 10,000 հետևորդի, հետո ասեք էջս բլոկվավ, այդ էլ չի աշխատելու, առավել ևս հայերեն կոնտենտից ներկապային, էսպային կարող է վաղը մյուս օր հայկական աուդիտորիայի համար մոնետիզացիան իմանա, բայց ներկապային չկա տես տեղեկություն, մի արեք հայկական վիդեոներ մի քաշեք, դրանով մի աշխատեք։ Կա տարբերակ, այսինքն միջազգային կոնտենտը ճիշտ սարքելու։ Ես ունեմ այդպիսի էջեր։ Ճիշտ կոնտենտ, որը միջազգային է, ճիշտ մոնտաժ, վեկալում ես ճիշտ վիդեոներ, անում ես ճիշտ մոնտաժ, TikTok-ը քեզ հեղինակային իրավունք չի ճանաչում, այսինքն դա օրենքներով թույլատրվում է, եթե ունիկալիզացիա կոչվում, եթե արել ես այդպես, վեկալել ես քո ձևով սարքել ես, ճիշտ ձևով սարքել ես վիդեոն, դա համարվում է քոնը, եւ այդ կոնտենտով կարաս աշխատես։ Երրորդ տարբերակը ներկապային AI-ով շատ ուժեղ զարգանում է, նույնպես AI-ը շատ ուժեղ զարգանում է եւ AI-ը նույնպես մոնետիզացնում է, բայց AI-ը մի քիչ խնդիրներ է տալ ներկապային, AI-ով աշխատելը ստուգումներ է բացում որ այդ անդադ դիտման փողը մի քիչ կարող է քիչ լինի RPM-ը 1000 դիտման համար մի քիչ փողը քիչ լինի, բայց ներկապային AI-ին տալիս է մոնետիզացիա, բայց ստուգումներ է բացում որ այդ դու ես սարքել, թե չէ, այսինքն ասում է ցույց տու ոնց է սարքել, դու պետք է ապացուցես օրինակ վիդեոս նկարում ուղարկում ես։ Այդ տարբերակները կա։ AI-ով նույնպես կոնտենտ անելը աշխատում է։ Իսկ սա այն մասին, որ միֆեր կան ճիշտ ժամ գոյեցունի TikTok-ում հրապարակելու բանման, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ չկա նման բան։ Եթե վիդեոն լավն է, վիդեոն ճիշտ է, ալգորիթմը աշխատում է, վիդեոն հրապարակել եմ ժամը 4-ին, այսինքն ցերեկվա ժամը 4-ին ինչ-որ միտեղ կամ ինչ-որ միտեղ գիշերվա ժամը 4-ին, հավաքել է այս կա դիտում, եւ TikTok-ի մոնետիզացիան ակտիվացնելու համար ձեզ հարկավոր է ընդամենը 10,000 հետևորդ, որը մի վիդեոյով այդ սաղ պայմանները կարա լրացնի 100,000 դիտում մեկ ամսվա ընթացքում եւ 10,000 հետևորդ։ Դա մի վիդեոն կարա ապահովի, ես մի վիդեոյի մեջ օրինակ, սա իմ ակաունտներից մեկն է, Ամերիկայի լոկացիայով բացված, դիտումները տեսնում եք, միտք ինչում նկայում, ներկապային այստեղ ակտիվություն չեմ ցուցաբերում, որովհետև ես ունեմ հիմա տարբերակ ուրիշի վիդեոներով աշխատելու, այսինքն ավելի շատ քանակ եմ կարող տամ, ավելի շատ էջ եմ կարող աշխատացնեմ, անձնական էջով աշխատացնել էլի հնարավոր է, բայց ուրիշի վիդեոներով ավելի շատ քանակ ես կարող տաս, ավելի շատ արդյունք ես կարող ստանաս, միտքը դրանում է կայանում, իսկ ամերիկական ակաունտը, ձեզ ասեմ, եթե ամերիկական լոկացիայով նույն ձևի բացեք, ձեզանից թղթեր է ուզելու, թուղթ է ուզելու, լրացրեք սոցիալական քարտի պես, Ամերիկայի սոցիալական քարտի պես ինչ-որ բան է ուզելու, Հայաստանում, որ լրացնես թղթաբանություններ է ուզելու, էլի հնարավոր է ճարել, բայց մի քիչ դժվար է, մարդիկ ովքեր այդ ամեն ինչից տեղյակ չեն, այնպես որ իսկ ֆրանսիական ակաունտը այդպիսի խնդիրներ չի տալիս։ Սա ձեզ օրինակ մոնետիզացվող ակաունտ, 50,900 հետևորդ, մեկ ամիսը չլրացած, ինքը մոնետիզացվող ակաունտը ակտիվացել է եւ արդեն բերում է իր համար եկամուտ։ Առաջի վիդեոն տեղադրվել է, նայեք, երբ տեսակ։ Իսկ այսօր արդեն փետրվարի 21-ն է, այսինքն մեկ ամսից քիչ, արդեն ինքը ունի սենց դիտումներ, մտնում ենք այստեղ,
նայում ենք ստուդիայում, ինքը այս մեկ ամսվա ընթացքում գնացել է, ակտիվացել է եւ մեզ բերում է արդեն եկամուտ։ Ինչ եկամուտ է բերել, մեկ ամիսը չլրացած, այստեղ տենում եք, այստեղ տենում եք, այստեղ տենում եք մնացածը։ Սա ուրիշների վիդեոների միջոցով աշխատելու տարբերակը։ Եվ եթե դու այս ամեն ինչով հետաքրքրված ես ու չգիտես որտեղից սկսես, պետք է ուղղակի հեռախոս, ինտերնետ։ Ու եթե չգիտես որտեղից սկսես, ունես երկու տարբերակ։ Տարբերակ 1, կարող ես այս ամեն ինչը սկսել, փորձել, էքսպերիմենտել անել համացանցերից, տարբեր տեղերից գտնես ինֆորմացիա, փորձես եւ կարող ես ձեռք բերել մեր փորձը կիսվում ենք 11 դաս, վճարովի վիդեո դասեր, որը կարող ես մեզնից ձեռք բերել եւ ունենալ այն ամենը, ինչ որ հենց հիմա տենում ես։ Մենք քեզ տալիս ենք պարզ ամեն ինչ, ոնց է աշխատում ալգորիթմը, տվյալ խորհուրդ եմ տալիս ուրիշի վիդեոների միջոցով, ինչպես ճիշտ մոնտաժ անել, ինչ տեսակի կոնտենտ, կոնկրետ այս կոնտենտը քաշես, ոնց անես, ոնց մոնտաժ անես ու ոնց այսպիսի արդյունք ունենաս, մենք կիսվում ենք մեր փորձով, կարող ես ձեռք բերել դասերը, իսկ դասերը ինչպես ձեռք բերես, այս ներքևը գրված Telegram-ի էջին գրում ես, մանրամասնից ես ծանոթացնում են պայմաններին, եթե չէ, ամեն դեպքում կարող ես անել, Տեսել եմ իմ հին ուսանողին, հենց կոպիտ ասեմ, ում սովորեցրել էի TikTok-ի մանիտիզացիա։ Արդյունքներով եմ կիսվում ձեր հետ, որ ասում եք TikTok-ի մանիտիզացիա $14,000։ Եկեք վիդեոները տնանք, ինչ վիդեոներից է աշխատել։ Դուք հավատում եք TikTok-ի մանիտիզացիային, որ կարելի է այսքան գումար աշխատել, թե չէ։ Եկեք գտնենք վիդեոներ, օրինակ նայեք։ Այսի թվերն է։ Օրինակ գտնենք ամենահետաքրքիր թվերը մի հատ վիդեոյի համար ինչ է ստացել։ Օրինակ $314։ Ստե գտնենք լավ այտենց հետաքրքիր թվեր։ Սա Հայաստանը TikTok-ի մանիտիզացիայից է խոսում, բայց ոչ մեկ ռեալ վառ արդյունք չի կարում ցույց տա։ $364։ Ստե ավելի յուղոտ վիդեոներ կա, այս ինչ տենում եք, էսի աշխատած թվերը լրիվ ստատիստիկա է։ Ես ցույց եմ տալի մի հատ այնպես նյութ, որ աղբորը չէր ցույց տա։ Էսի ձեր համար մոտիվացիա եմ տալի, որ հավատաք TikTok-ի գաղափարին, TikTok-ի մանիտիզացիային։ Արի մոտիկ գտնեք։ Ուրիշ ինչ հետաքրքիր թվեր կա ստե։ 100 կա, իմ ստե մեծ թիվ եմ տեսել։ Հիմա այդ մեծ թիվը ուր է։ Մի հատ մեծ թիվ եմ տեսել, այդ եմ $942։ Եվ հույս ունեմ վիդեոն ձեզ ինչ որ օգուտ տվեց, եւ եթե ունեք հարցեր, մեկնաբանությունում գրեք, follow տվեք, որպեսզի ինչ չկորցնեք հետագա նորությունների համար, մեկնաբանություններում գրեք հարցեր, որը ձեզ հետաքրքիր է, եւ եթե հարցերը շատ կրկնվի, նորից վիդեո կանեմ ձեր համար, այնպես որ շանդուրիզ է։